Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պետքարտուղարը կրկնել է նախագահ Թրամփի կոչը դադարեցնել սպանությունները եւ ընդգծել է Մոսկվայի կողմից էական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար, ասվում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարության մեջ։ Ռուբիոյի եւ Լավրովի հանդիպումը տևել է մոտ 50 րոպե։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Լավրովը եւ Ռուբիոն փոխանակել են կարծիքներ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ համատեղելու ուժերը ուկրաինական ճգնաժամի հիմնարար պատճառները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև անընդունելի է որակել հակամարտության ձգձգմանն ուղղված փորձերը։ Բենյամին Նեթանյահուն անընդունելի է համարել մի շարք երկրների կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշումները։ Որոշ առաջնորդների ամոթալի կապիտուլյացիան պաղեստինյան ահաբեկչության առաջ Իսրայելին ոչինչ չի պարտավորեցնում։ Պաղեստին պետություն չի ստեղծվելու, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Ավելի վաղ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած համաժողովում Անդորան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Սան Մարինոն եւ Ֆրանսիան հայտարարել էին Պաղեստինի ճանաչման մասին։ Սեպտեմբերի 21-ին էլ Ավստրալիան, Միացյալ Թագավորությունը, Կանադան եւ Պորտուգալիան էին պաշտոնապես ճանաչել Պաղեստինը։ Նրանց հայտարարությունների համաձայն երկու պետության սկզբունքի պահպանումը խաղաղության եւ անվտանգության բանալին է թե պաղեստինցի, թե իսրայելցի ժողովուրդների համար։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ հուշագիր։ Ուրախ ենք այս կարևոր քայլի համար եւ պատրաստ ենք աջակցել Սիրիայի ժողովրդին կայունության ճանապարհին, ասել է Զելենսկին։ Նա տեղեկացրել է, որ սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները։ Նախագահներն անդրադարձել են Ուկրաինայի եւ Սիրիայի համար անվտանգության սպառնալիքներին եւ դրանց հակազդման կարեւորությանը։ Ուկրաինան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ 2022 թվականի հունիսին, երբ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը ճանաչել էր Դոնեցկի եւ Լուգանսկի անկախությունը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի եւ Ֆրանսիայի նախագահները։ Մասուդ Փեզեշքյանն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել երկկողմ հարաբերությունների եւ Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Իրանի նախագահի գրասենյակի տվյալով Փեզեշքյանն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել։ Նա պատրաստակամություն է հայտնել միջուկային խնդրի շուրջ եվրոպական կողմերի հետ բանակցություններ վարել ընդունելի շրջանակներում։ Մակրոնն էլ պատրաստակամություն է հայտնել աշխատել իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ։ Նրա խոսքով Փարիզը հաստատակամ է Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու եւ հետագա հակասությունները կանխելու հարցում։ Հանդիպումից հետո Մակրոն Նիքսի իր էջում գրել է, որ Իրանը չպետք է երբևէ միջուկային զենք ունենա։ Նա հիշեցրել է, հաշվի առնելով Իրանի կողմից միջուկային պարտավորությունները չկատարելը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան որոշում են կայացրել Իրանի դեմ ակտիվացնել պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։